Շնորհակալ եմ, Տիկին Անդրեսյան, մասնավորապես կարող եմ ասել, որ եզդիական համայնքներում, եթե չեմ սխալվում, նախակրթարաններ չկան, նախատեսվում է Ալագես համայնքում նոր կառուցել նախակրթարան եւ մնացած բոլոր համայնքներում էլ մենք չունենք, այս մասով եթե էլի որևէ նորություն ունեք, ապա կխնդրեմ տեղեկացնեք, եթե չկա, ապա կխնդրեմ ձեր ուշադրությունը եւս այս խնդրի վրա եւս հրավիրել։ Նաև կուզեի տեղեկանալ, մենք մի անգամ քննարկում ենք ունեցել ձեր գերատեսչությունում, մանկավարժական համալսարանում եզդերենի ամբիոն ունենալու մասով եւ այստեղ այս մասով էլ կուզեի խոսեիք, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ինքնությանը ծանոթանալու հնարավորությունը, որը տրվել էր դպրոցականներին, նաև մեզ էր ընդգրկել այս ծրագիրը, որովհետև դպրոցականները պարբերաբար դիմում էին մեզ, ինչպես նաև ուսուցիչները, որպեսզի հանդիպում ունենան եւ մենք տեղեկացնենք մասնավորապես ես եզդիական համայնքի մշակույթի առհասարակ ինքնության մասին իրենց պատմեմ եւ կարծում եմ բավական արդյունավետ ծրագիր եք ներդրել եւ այս ծրագիրը նաեւ հնարավորություն է տալիս մեծամասնությանը, այսինքն հայ աշակերտներին իրենց մեջ ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ շատ ավելի հանդուրժող վերաբերմունք դրսևորել եւ սա շատ կարեւոր է հանդուրժողականության դրսևորման առումով կարծում եմ եթե այս ծրագիրը հնարավորություն տանք նաեւ մյուս տարիներին էլի աշակերտները ծանոթանան, ապա սա շատ արդյունավետ ծրագիր է եւ ես բազմիցս ասել եմ նաեւ կառավարության մեր գործընկերներին էլ այն ծրագրերը, որոնք ներդրվել էին ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման, ինչպես նաեւ խտրականության չենթարկվելու մասով դրանք այնքան էլ արդյունավետ չէին մեղմ ասած, որովհետև մենք նկատում ենք, որ լեզվի պահպանումը, մշակույթի պահպանումը, առհասարակ ինքնության պահպանումը շատ ավելի վտանգված էր եւ այստեղ հանդուրժողականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ թույլ է տալիս, որ ազգային փոքրամասնությունները իրենց ինքնությունից էլ չհեռվանան, չխուսափեն եւ շատ ավելի մոտենան հակառակը եւ սա շատ լավ հնարավորություն է այս առումով։ Շնորհակալություն պարոն Բաքոյան, պետք է նշեմ, որ նախադպրոցական ծառայությունների մասով մեր աշխատանքը շարունակվում է եւ գիտեք, որ կառավարության թիրախն է, որ մենք մեր բոլոր բնակավայրերում ունենանք հասանելիություն, ինչը նշանակում է, որ նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված մեր այն բնակավայրերը, որտեղ այս պահին չկա հասանելիություն, այդտեղ դա պիտի ապահովի։ Այստեղ պիտի նշեմ, որ դեռևս նաև տեղորոշում ենք, նկատի ունեմ, որ ամբողջական ցանկը կազմված չի 400-ից ավել նախադպրոցական հաստատություններ նախակրթարան արդեն իսկ հաստատված են կառավարության ծրագրով, շուրջ 80-ի ուղղությամբ դեռևս աշխատանքները շարունակվում են եւ այս 80-ի թիրախում արդեն այն բնակավայրերն են, որտեղ որ չկա այս պահին եւ այստեղ կարծում եմ, որ առաջիկայում այդ ցանկը էապես կընդլայնվի եւ ձեր նշած բնակավայրերը նույնպես այս ուրեմն ծածկույթի մեջ կներգրավեն։ Ինչ վերաբերում է եզդիերենի ուսուցման հնարավորություններին մանկավարժական բուհում, այստեղ մենք աշխատանքներ ենք տանում Լայպցիգի համալսարանում գործող ուրեմն եզդիագիտության կենտրոնի հետ, որտեղ մենք ունենք երկու հիմնական խնդիր, մեկը կրթական ծրագրի բովանդակությունն է, երկրորդը կադրերն են, ովքեր պիտի դասավանդեն, եւ այս երկու խնդրի կարգավորումը արդեն իսկ թույլ կտա, որպեսզի մենք ծրագիրը մեկնարկենք եւ ընդունելություն իրականացնենք։ Հիմա աշխատում ենք կրթական ծրագրերի բովանդակության շուրջ եւ արդեն դրանից հետո կկարողանանք վերապատրաստումներ անել համապատասխան կադրերի եւ մեկնարկել ուսուցումը։ Համենայն դեպս մեր հանձնառությունը այս խնդիրը լուծելը եւ հետեւողականորեն այս աշխատանքը շարունակելու ուժի մեջ է եւ առաջիկայում նաեւ կարծում եմ կունենանք արդյունքները, որտեղ նախապատրաստական փուլը մի քիչ երկար է տևում, բայց հետո միանգամից արդեն կմեկնարկի։ Շնորհակալություն։